Ես ասում եմ, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք խոհանոցային հատվածին, բայց մինչ այդ մենք շատ հետաքրքիր ու կարևոր թեմայի շուրջ ենք րոպեներ անց խոսելու մեր հյուրերի հետ։ Հիմա ներկայացնեմ, թե ինչում է խոսքը։ Ուդուլի Տոլմայի 13-րդ փառատոն կկայանա մայիսի 24-ին, որը տեղի կունենա Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում։ Ու այս թեմայի շուրջ մենք այսօր հրավիրել ենք մեր շատ սիրելի հյուրերին։ Այո, շտապ ենք ներկայացնել, մեր տաղավարում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, ողջույն, պարոն Մամուլյան։ Բարև ձեզ։ Եվ հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Նազարյանը, ողջույն։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ, այն էլ մեր շատ սիրելի թեմայի համեղ և հայկական ուտեստների շուրջ։ Դե եկեք խոսենք այս միջոցառման մասին, ինչ միջոցառում է, ինչ է տեղի ունենալու եւ ինչու հենց տոլմա։ Տեղի ունենալը եւ ձևը, կարգը եւ ամբողջ սցենարը անին կպատմի։ Ես նշեմ, որ տոլմա, որովհետեւ դա մեր ամենատոնական, ամենատարածված կերակրատեսակներից մեկն է։ Եվ այս փառատոնը մենք սկսել ենք իրականացնել դեռ 2011 թվականից, երբ որ մեր հարևան այդ թշնամական երկրի ղեկավարը հենց այդ տարի իրենց գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բացման օրը անդրադարձավ տոլմային նաև։ Պատմական է դա ինչի։ Եվ հասկանալի դարձավ, որ լուրջ են տրամադրված եւ մենք սկսեցինք որպես հասարակական կազմակերպություն իրականացնել տոլմայի փառատոն այդքանով քաղաքականության հետ կապված, չնայած խոհանոց հենց ինքը քաղաքականություն է։ Եվ մենք այս ամբողջ տարիներին նախ մեր առաջ խնդիր էինք դրել եւ հիմա էլ ենք դրել ազգային խոհանոցի լուսաբանման, տարածման, հանրահռչակման խնդիր։ Բացի դրանից լուսաբանման հետ զուգընթաց խոհանոցի հանրահռչակման հետ զուգընթաց նաև երկրի զբոսաշրջային տեսակետից գրավչությունը բարձրացնելու, որովհետև աշխարհում ընդունված են խոհարարական փառատոնները եւ զբոսաշրջիկները սիրում են այդպես հավաքվել, անել եւ այո, եւ մենք որոշեցինք, որ տոլմայի շուրջը հենց կարող ենք մենք հավաքել աշխարհի համադամասերներին, ճաշակով սնվողներին եւ ասելիք ունենք որպես ազգ, որպես հնագույն քաղաքակրթական այսպես արմատներում կանգնած եւ հաջողվեց փառատոնը սպասված է փառատոնին շատ մարդիկ են սպասում 3 տարի ընդմիջում էին տվել եւ համարյա ամեն տարի միշտ գրում էին բա երբ այս տարի լինելու ինչի չի լինելու եւ այլն եւ այսպես հաջողեցինք եւ պետական աջակցությամբ եւ իհարկե հուշարձանի պահպանման պողակի հետ միասին, որոնց ուզում եմ ուղղակի շնորհակալությունս հայտնեմ։ Այդքանը։ Եվ Անի, ինչպես ընտրվեց վայրը, Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքը։ Ուրեմն տոլմայի փառատոնը, ինչպես նշեցինք, 13-րդ անգամն է անցկացվում եւ հիմնականում մենք ընտրում ենք պատմամշակութային վայրեր մեր ընդհանուր բոլոր փառատոնների անցկացման համար, նաեւ փորձում ենք այդպես հանրահռչակել։ Եղել է սկզբանե Սարդարապատում, Մուսալեռում, Հնաբերդի տարածքում եւ վերջին 4-րդ տարին է արդեն, որ Զվարթնոցի տարածքում է։ Քանի որ նաեւ туриզմի զարգացմանն է նպաստում, ինչպես նաեւ մեր մշակութային եւ ոչնչական եւ նյութական մշակութային ժառանգության զարգացմանը, դրա համար որոշել ենք Զվարթնոց, այսինքն դա մեր նյութական մշակութային ժառանգությունը, իսկ տոլմա մեր ոչնչական մշակութային ժառանգությունը։ Այո։ Ինչպես նաև հնում ինչպես էր ընդունված էր, որ այդ ամրոցների տարածքում, հնավայրերի տարածքում միջոցառումներ էին կազմակերպում, համել այդ միջավայրն էլ կվերականգնենք ու դե տոլմայի փառատոնը եղել է ինքը ընդհանուր Հայաստանում առաջին փառատոններից, այն ժամանակ ընդունված չէին փառատոններ եւ այլն, այս վերջին 3 տարում մի քիչ այլ փառատոնների վրա են կենտրոնացած եւ հասկացանք, որ չէ, շատ պահանջարկում, մարդիկ շատ են սպասում այդ փառատոնին, անգամ արտերկրից վերջին տարիներում պատկերացրեք Ամերիկայում, Վրաստանում, տարբեր երկրներում տոլմաներ էին պատրաստում ու մեզ ուղարկում։ Նաև այնքան շատ ենք սպասում այդ ակնարկները, հա, շատ են դրսից Ամերիկայից սփյուռքահայերը ասում ինչի մեզ մոտ չեք կազմակերպում փառատոն դրա համար, քանի որ հիմա ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում են թույլ տալիս ու շատ են այս շրջանում տուրիստները որոշեցինք էլի տոլմայի փառատոնը վերականգնել։
այս տարի էլի կունենանք հետաքրքիր տոլմայի տեսակներ, ավելի քան 30 տաղավար ունենք, որտեղ մոտ 60 տեսակ տոլմա է ներկայացվելու։ Այն տեսակի տոլմաներ, որ ընդհանրապես երևի մեզ հայտնի էլ չեն։ Օրինակ Քյավառի շրջանում այդ մենք կարտոֆիլի տոլմա ենք հայտնաբերել, որը որ օրինակ տարածված չի, օրինակ ձկան տոլման, դդումի ծաղիկի տերևի մեջ տոլմա պատրաստ, այսինքն այնքան հետաքրքիր տարբերակներ ենք բացահայտել։ Նաև Բագրատունյաց անի ժամանակներից երկու տեսակի տոլմա ենք հայտնաբերել, ժառանգներից, ովքեր որ Ռումինիա են այս բան տեղահանվել են, տեղ են ապրում։ Սոխի տոլման, սոխի մեջ է, տերևի մեջ է պատրաստում եւ վուշի տոլման, որը վուշի ձեթով է հենց պատրաստվում։ Իմիջիայլոց այս ամեն ինչի մասին մենք կունենանք հատուկ տաղավար վարպետաց դասերի, որտեղ պարոն Մամուլյանը եւ մեր կազմակերպության խոհարարները կպատմեն, կներկայացնեն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ այցելուներին, որպեսզի մեր տոլմայի պատմությունը մի քիչ ավելի խորը պատկերացում ունենան, ոչ թե դա զուտ ուտեստ է, այլ տոնատիսական կերակուր է, որը որ դարավոր պատմություն ունի։ Մենք հենց դրանով ենք տարբերվում, որ երբ ասում ենք տոլման մերն է, մենք պատմություն ենք, տեսական կարգն ենք ներկայացնում, ախր ինչի է դա մերը։ Նույն պասուց տոլման, որ չկա ոչ մի տեղ, մենակ հայերի մոտ է, իմիջիայլոց դա պասուց տոլմայի մեջ 7 հատիկներ են, որոնք որ հենց աստվածային թիվն են, ու պասի շրջանում ընդունված եղել ուտել։ Շատ հաճախ հենց այդ շրջանում են սկսում են ավելի ակտիվ պատրաստել։ Պարոն Մամուլյան, ձեզ զարմացնելը խոհանոցում կարծում եմ անհնար է, բայց փառատոնների ընթացքում արդյոք լինում են այնպիսի բաղադրատոմսեր, որ գուցե դուք էլ այդքան ծանոթ չեք կամ համային առումով ձեզ զարմացնում են։ Խոհարարության մեջ զարմանալ բառը ես շատ չեմ ընդունում, բայց նորարարություններ միշտ լինում են։ Ես նույնիսկ, տեսեք, նույնիսկ իմ ուսանողներից ես ինչ-որ բան սովորում եմ։ Ինչ-որ մոտեցում, շարժում, նույնիսկ քայլք։ Այսինքն խոհարարությունը մի այնպիսի մասնագիտություն է, արվեստին մոտեցված եւ արվեստի նման, որտեղ ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն կա։ Անսահմանափակ։ Տեսեք, մարդու լեզվի վրա մոտավորապես 8000 զգայարան կա, դա թույլ է տալիս մոտավորապես 8000 մթերք տարբերակել։ Դուք պատկերացնում եք այդ 8000 մթերքներով կոմբինացիաներ։ Անսահմանափակ։ Եվ գիտեք ինչ, մի բան եմ ուզում նշել, այս անգամ ինչ յուրահատկություն ունի մեր փառատոնը։ Մենք աշխատել ենք, ինչպես Անին նշեց, մի տաղավար, որտեղ հանդես կգան ճանաչված խոհարարներ։ Հայաստանի Հանրապետությունում ճանաչված խոհարարներ, իսկ դրանք շատ են, շատ են։ Եվ մասնագետների մեջ մի 7-8 տաղավար ուսումնարաններն են միայն, մասնագիտական ուսումնարանները։ Եվ ուզում եմ առիթից օգտվել բոլորին շնորհակալություն հայտնել եւ բոլորի մասնակցության համար խոնարհումս, որովհետեւ այստեղ երկու սերունդ իրար հետ շփվելու է։ Այն երիտասարդ, այն սկսնակ խոհարարները, որ ուսումնարանում են սովորում, իրենք տեսնելու են այն խոհարարին, ում մասին լսել են, ում միգուցե հերոստատեսությամբ են տեսել, եւ այս սերունդների այդ համատեղ աշխատանքը թույլ է տալիս մեզ, որ կարողանանք մենք գոնե հավատալ, որ մեր խոհարարական միտքը ամուր ձեռքերի մեջ է։ Իսկ դա այդպես է։ Մենք շատ լավ երիտասարդ խոհարարներ ունենք, աշխարհացած խոհարարներ ունենք։ Այսինքն այս տարվա յուրահատկությունը նաև դրա մեջ է։ 8 տաղավար միայն ուսումնական կենտրոնները եւ մեծ սիրով, մեծ այսպես ակնկալիքներով։ Իհարկե մրցույթ է լինելու նաև եւ տեսեք այստեղ նորարարությունների մասին որ խոսում ենք, մրցույթի անվանակարգերը այնպիսին են, որ թույլ է տալի, որ նորարարություններ նորից ստեղծվեն։ Իսկապես փառատոնները հիանալի հնարավորություն են մասնագիտությունը նաև զարգացնելու համար, այս դեպքում նոր իրենց գործունեությունը սկսող խոհարարների, բայց նաև տեխնիկական հարցերը, որպես ամփոփում զրույցի մեր հեռուստադիտողներին հետաքրքրող, մենք նշեցինք օրը, ամսի 24-ին է լինելու, երբ ինչպես կարող են այցելել, արդյոք համակարգված ինչ-որ տարբերակ կա, որը կկարողանան մարդկանց օգնել, որպեսզի հասնեն Զվարթնոց։ Ուրեմն մայիսի 24-ին, ինչպես նշեցինք, պաշտոնական բացման արարողությունը 16:00-ին է։
Ճիշտ է, այդքան տրանսպորտային մենք կունենանք երկու անվճար տրանսպորտ, որը շուտով էջում հայտարարություն կլինի եւ կկարողանան մարդիկ գնալ Զվարթնոց եւ անվճար հետ գալ, բայց տարածքը բավականին Երևանի մոտ է, այնպես չեմ կարծում, որ խնդիր կա առաջ։ Քանի րոպե ընդամենը։ Հա, ընդհանրապես մի քանի րոպեում կկարողանան հասնել եւ հետ գալ ու ժամն էլ, այսինքն ժամը 9-ին մոտ ավարտն է, խնդիր չեն ունենա, կարծում եմ, տեղ հասնելու։ Քաղաքի Երուսաղեմից եւ մարզերից էլ հեշտ է հասնել, բայց մասնավորապես Երևանյան խցանումներից փախչելու հիանալի հնարավորություն է այս փառատոնը եւ համեղ ավանդական խոհանոցին ծանոթանալու ու համեղ տոլմա վայելելու։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ափսոս մեր ժամանակը կարճ է, փոքր է, այս լայն թեմայով մենք չկարող։ Ես այնքան հարցեր ունեի, բայց ոչինչ լավ։ Մենք ենք շնորհակալ, լուսաբանել ամենակարևոր բանն է։ Եվ սիրով սպասում ենք միշտ ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք շարժվենք առաջ